Շնորհակալություն, մեծարգո փոխոսնակ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, խաղաղության համաձայնագրի վերաբերյալ մենք մեր դիրքորոշումը հստակ հայտնել ենք եւ լսում ենք նաեւ միջազգային հանրության հստակ ուրեմն աջակցությունը այս իմաստով, կոչերը շուտապույտ ստորագրման քննարկումները սկսելու վերաբերյալ եւ ինչպես նաեւ լսում ենք այդ կոչերին զուգահեռ միջազգային հանրության կոչերը Ադրբեջանին գերեվարված անձանց ազատ արձակելու վերաբերյալ Բայց ոնց որ թե ընդդիմությունը չի տեսնում այս հայտարարությունները, չի լսում այս հայտարարությունները, այսինքն ես չեմ հասկանում ընդդիմությունը առասարակ ինչ տարածության եւ ժամանակի մեջ է ապրում այս իմաստով։ Եվ ուրեմն որքան խաղաղ, որքան ժողովրդավար, որքան հզոր լինի Հայաստանի Հանրապետությունը, այնքան այսօրվա ընդդիմությունը Հայաստանի Հանրապետության քաղաքական կյանքում որևէ տեղ եւ դերակատարում չի կարող ունենալ, պարզապես չի կարող ունենալ։ Եվ որքան մենք ավելի եւ ավելի ենք մոտենում ուրեմն խաղաղ, ժողովրդավար, հզոր Հայաստանի Հանրապետությանը, այնքան ավելի ու ավելի է լարվում Քոչարյանի եւ Սերժի խմբակը։ Չնայած հիմա իրանք իրար հետ են լարված, բայց դա չմտնենք հիմա իրանց կռվի մեջ ըստ էության։ Եվ այս լարումը արտահայտվում է այսօր Տիմ ընտրություններում։ Մենք տեսնում ենք, այս խոսույթը տեղափոխվել է ըստ էության խաղաղության դեմ պայքարում են ոչ միայն այստեղ այս դահլիճում Քոչարյանի եւ Սերժի ներկայացուցիչները, այլև պայքարում են նրանց ներկայացուցիչները Տիմ, ուրեմն ընտրությունների ընթացքում Գյումրիում եւ Փարաքարում, որովհետեւ չեն ուզում ուրեմն վերջնականապես փակվի իրենց գուբերնատոր դառնալու ուրեմն շանսը Հայաստանի Հանրապետությունում։ Պայքարում են սահմանազատման դեմ, հիշում ենք ինչեր էին խոսում, եկեղեցին մնաց, չգիտեմ, էս եղավ, հիշում ենք մեր գործընկեր Գառնիկ Դանիելյանը, որ խառը ասենց վազվզում էր ստեղից ընդեղ եւ ինչ ասես չէր խոսում, հետո պարզվեց, որ այդ ամեն ինչը իրականության հետ կապ չունի։ Հիմա գնացել են Գյումրիում են եւ Փարաքարում են փորձում նման ուրեմն կեղծ տեղեկություններ տարածել, տագնապներ տարածել եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ հետաքրքրականն այն է, որ փորձել են, այսպես ասած, բան անել, էլի, նոր ձևաչափով մասնակցել ընտրություններին, իրենց դեմքերով չեն մասնակցում, իրենք չկան, չեն երևում, եւ sense բեղ մորուք պահած ինչ որ մարդկանց են բերել նետել դաշտ, այսպես ժողովուրդը այդ մարդկանց դռնից հանում է, սրանք լուսամուտից են գալի, լուսամուտից հանում ես ծխնելուզից են գալի, ծխնելուզից հանում ես պատվալներից են գալիս, հիմա մնացել են, այո, վերջնական փուլը պատվալներից այո դուրս են եկել եւ փորձում են ուրեմն իրենց վերջին ուժերը դաշտ նետել։ Եվ այո մենք տեսնում ենք Քոչարյանի մի տեխնացու Վարդանիկի դեմքով, Միշիկի ինկեր, ինչ որ Ռուբեն Մխիթարյանի դեմքով, Սերժի տեխնացու Մարտունի դեմքով, որ նայում ես նաեւ հարկ է նաեւ տեղեկացնել սիրելի մեր գյումրեցիներին օրինակ, որ Մարտունի ցուցակում, Մարտուն Գրիգորյանի ցուցակում հանրապետական կուսակցության ուրեմն շրջանային կառույցի անդամներն են Գյումրու, այսինքն ինչ են արել, այս մարդիկ հանրապետականներին տարել են, դրել են մի հատ ուրիշ մարդու տակ, այսպես ասած, թե իբր մենք չենք, չէ, սիրելի գյումրեցիներ, սիրելի փարաքարցիներ, ընդդիմության դեմքերով ներկայացող տեխնացուները ըստ էության փորձ են անում վերարտադրել Սերժի եւ Քոչարյանի ուրեմն ուժերին, ինչը ըստ էության ես վստահ եմ, որ դուք թույլ չեք տալու։ Եվ վերջին դիտարկում ուղղակի անեմ, անընդհատ ինձ շատ է զայրացնում այն հանգամանքը, որ ընդդիմությունը գալիս է եւ անընդհատ 44-օրյա պատերազմի մասին խոսելիս, մեր հայրենակիցների մասին խոսելիս, մեր զոհերի մասին խոսելիս թիվը ուռճացնում է մեր զոհերի։ Ես չեմ հասկանում, ասենք ձեզ հաճույք է պատճառում 44-օրյա պատերազմում մեր զոհված հայրենակիցների թիվը մեծացնել։ Ասենք ուղղակի սա ուղեղում չի տեղավորվում։ 44-օրյա պատերազմի ընթացքում քննչական կոմիտեի վերջին տվյալներով զոհվել է 3822 մեր հայրենակից, իսկ մինչ օրս պատերազմից հետո Հայաստանի Հանրապետությունը վերադարձել 150 գերեվարված անձ։ Դուք ընդհանրապես այս գերիների վերադարձի գործընթացի հետ ինչ կապ ունեք, բացի նրանից, որ ամեն ինչ անում եք, որ խանգարեք այդ գործընթացը։ Շնորհակալություն։ Անուշ Քրոյան, վերջին ելույթի համար համեցեք։ Ազգային ժողովի հարգարժան փոխոսնակ, հարգելի գործընկերներ,